Ողջույն ժողովուրդ ջան, մի քանի վայրկյան սպասենք մեր ընկերներից միանան։ Մի քիչ զրուցենք կապված այսօրվա հերթական անգամ ինչ որ դրոշներ այրելու եւ ջահերով երթի հետ կապված։ Չնայած այդ մասով ես իմ վերաբերմունքը գրեթե ամեն տարի հայտնում եմ, բայց այնուամենայնիվ կարծես թե էլի կան քաղաքացիներ, որ շատ զարմանում են շատ հարցերի վրա։ Ոստի չեմ զլանա եւս մեկ անգամ կասեմ ու կփորձեմ նաեւ կոնկրետ սիմվոլի վրա ջահերով երթի մի քիչ ձեր ուշադրությունը գրավել, հրամցնել։ Դե ինչ, մինչև դրոշների այրումը փաստը մնում է փաստ, որ Երևանի Հանրապետության հրապարակում դարձյալ դաշնակների ձեռքով պարզվում է արդեն ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Ադրբեջանի դրոշները։ Իհարկե հետո դրանք վառվում են, բայց ինձ թվում է այդ պարզելու պահը շատ սիմվոլիկ է Երևանի կենտրոնում։ Եվ այստեղ մի հատ հարց է ինձ տանջում։ Այդ դրոշները որտեղից եք առնում։ Հաստատ այդ դրոշները Սուրմալիում չեն վաճառում, Պետակում նույնպես։ Դժվար թե Վրաստանում այդ չափի դրոշ են վաճառում, կամ դա առնում եք հենց Թուրքիայից, դրանով նպաստելով նրանց տնտեսությանը։ Ուզում եք վառեք, ասենք կարող եք 1 միլիոն հատ պատվիրել, բերել վառել, դրանից օգուտ տակաղելու միայն թուրք բիզնեսմենը։ Եվ իհարկե մի երկու բառ ջահերի մասով։ Ես երբեք չեմ մասնակցել այդ ջահերով երթին ու չեմ էլ մասնակցելու։ Իսկ պատճառը ոչ միայն այնա, որ դաշնակներն են դա կազմակերպել, այլ բաներ կան նույնպես։ Մի հերթով գանք։ Տեսեք, եթե լիներ երթը օրինակ կանթեղներով, ճրագներով, մոմերով, ես կմասնակցեի, որովհետև իսկապես այդտեղ կա ոգեկոչում որոշակի եւ այլն։ Բայց ջահերով երթը այլ բան է։ Իհարկե կարելի է ջահերով երթին մասնակցել, եթե հետո տեր են կանգնում մեր արածին։ Տեսեք, ժողովուրդ ջան։ Դաշնակները ինչպես միշտ գողացել են այդ միտքը։ Իհարկե զգացմունքային առումով ինքը կարող է շատ մարդկանց հրապուրել, քաշել, զգացմունքային առումով, այո, ջահերով գնալ գիշերը եւ այլն։ Բայց եթե ուզում եք իմանաք, դա գերմանական վերմախտի երթն է, որը իրենք գողացել են, բայց գողանելը մի կողմ, ես ուզում եմ միտքը հասկանանք։ Բացի թե արևմուտքը ոնց է մտածում այդ ուղղությամբ, որովհետև այստեղ նույնպես հարցեր կան կանդրադառնամ, բայց մեկ այսպեսի բան, եթե դու ջահերով երթ ես անում, դրա սիմվոլիկան այն է, որ դու պատրաստվում ես վրեժի եւ անպայման հարվածելու ես։ Անպայման։ Ես ուզում եմ հասկանամ, մենք ուղեղների զոր տալով ենք գործելու թե այդ զգացմունքային բաներով։ Ուրեմն ջահերով երթի էին դուրս գալիս վերմախտի զինվորները, ֆաշիստական Գերմանիայում, դեռ Հիտլերի օրոք։ Եվ գիտեք ինչ, օրինակ այն եվրոպացիները, ովքեր որ գիտեն դա, իսկ եվրոպացիները շատ ամուր են իրենց կաշվի վրա զգացել ֆաշիստական Գերմանիայի անօրինությունները, իրենց մոտ առաջին ասոցիացիան, եթե ասենք ոչ մի բանից տեղյակ չեն, առաջին ասոցիացիան այդ է։ Այս ինչ նացիստական գործունեություն է։ Այս ինչ սիմվոլիկա։ Իսկ Եվրոպայում այնքան ինստիտուցիոնալ են նացիզմի դեմ պայքարել, որ անգամ որոշակի ժեստիկուլյացիաներից ելնելով անգամ դրանք են արգելված։ Որ մնաց թե ջահերով ինչ որ երթ։ Այնուամենայնիվ զգացմունքային առումով շատ շատերը միանում էին, հետո զարմանում էին, թե ինչի են դաշնակները ելույթ ունենում։ Հարգելի ժողովուրդ ջան, ձեր հորացում մեռնեմ։ Ջահերով երթը նախագիծ է, ծրագիր է, պրոյեկտ է։ Ինչպիսի պրոյեկտներ կարող են լինել հարյուրավոր, հազարավոր ինչ-որ մի կազմակերպության կողմից։ Ու այդ պրոյեկտը արդեն 26 տարի է իրականացնում են, եւ այդ պրոյեկտը պատկանում է դաշնակներին։ Դա իրենց պրոյեկտն է, եւ այդ պրոյեկտով ոչ միայն իրենք դաշնակներով են դուրս գալիս, այլ ոչ, ցանկացած խմբակցություն, կուսակցություն, հասարակական կազմակերպություն, երբ որ մի պրոյեկտ է իրականացնում, նմանատիպ, փորձում է ամեն ինչ անել, որ քաղաքացիներին գրավիչ լինի, ոչ թե իր մասնակիցներով միայն անի, այլ մնացածներին էլ գրավիչ լինի, մնացածներն էլ միանան դրան, ու գնալով դա ավելի ծավալի, դա կլինի իր համար ռեյտինգային ինչ-որ կարևոր մի բան։ Դա դաշնակների ծրագիրն է, դաշնակներն էլ անում են դա, ձեզանից շատերը միանում են դրան, որովհետև ելի եմ կրկնում զգացմունքային առումով ամեն ինչ տեղին է,
հավես է տենց, էլի, կայֆ է տենց, դու բան։ Բայց մինչև հաջորդ վարկյանը, և ջայրով երթից մի վարկյան առաջ, ով ենք մենք, մենք եք միասին նայենք, տեսնենք, հասկանանք։ Մենք մինչև հիմի շարունակում ենք, օրինակ, նույն դաշնակցությունը, լավ, սենց ասեմ, նույն են մարդիկ, ովքեր կազմակերպում են ջայրով երթ։ Շարունակում է դեմ խոսել օրինակ հայտարարագրերին, հա? Իսկ հայտարարագրումը պետության կայացման կարևորագույն բաղադրիչներից մեկն է, որպեսզի երբ որ մեկը թալանում, աչտանի զոքանչի քեռու թորան ծորի վրա մի բան գրանցի, այլ տեսանելի լինի։ Իսկ եթե չենք հայտարարագրվում, դա տեսանելի չի լինում։ Բայց մենք դրա դեմ բողոք կարող ենք ունենալ, ոնց թե։ Մենք կարող ենք բողոք ունենալ հետևյալի շուրջ։ Ժողովրդի գումարները հավաքում եք, բյուջե եք լցնում, այս պետությունը ձեզ կեղեքում է, ժողովուրդ։ Այսպիսի լոզունգներ։ Բայց մյուս կողմից կարող ենք գոռալ ասել, արա, պետություն, զենք արեք, արա, բան, սենց բաներ։ Մի խոսքով, սենց խառը մարը բաներ ենք անում, բայց հենց վաղտը պահը պահին գալիս է, նաթելը ջահը տվեք, ես պահանջում եմ։ Հիմա հարց։ Ոնց եք պատկերացնում, ասենք թե թուրքերն են, տեսնում են Նորվեգիան, ասում են մի րոպե։ Դե որ տենցա։ Վերցնում են Ստամբուլում, դե իրանց հավաքները նես չէ, էլի 5-10 հազար հոգի կամ 50,000 հոգի կհավաքվի, այնտեղ միլիոնից պակաս մարդ չի հավաքվում, որովհետև շատ են մեզանից։ Ստամբուլում վերցնում են, միլիոնավոր սենց հավաքվում են ու դնում եռագույնը վառում են։ Դուք մեր դրոշը վառեք, դե եկեք տեսեք վառելը որն է։ Վերցնում ու վառում են։ Որն է լինելու ձեր քայլը։ Ասեմ, վազել մտնել մկան ծակը, ընդ որում ամենամոտիկ ծակը, ամենամոտիկ։ Դրա համար նման ցուցադրական ապուշությունները ես մեկը չեմ հարգում, չեմ ընդունում ու մասնակից փորձում եմ չլինել։ Ես որպես քաղաքացի փորձում եմ հասարակության մեջ դրսևորվել եւ իմ միջավայրում անել այնպես, որպեսզի մարդիկ պետության կարևորությունը հասկանան, փորձում եմ ամեն ինչ անել, որ իրավա հավասարություն տիրի եւ այլն։ Ինչքանով է ստացվում, ինչքանով չէ, դա հարցի մյուս կողմն է։ Բայց համենայն դեպս տենց ապուշ զգացմունքային բաներով փորձում եմ չխառնել ամեն ինչ, որը որ կարա հետագայում մեծ խնդիրներ ստեղծի եւ ինչու ոչ նաեւ իմ թշնամիներին դա խոսալու տեղ միջազգային կառույցներում, որովհետեւ եկեք մի բան ֆիքսենք։ Վերջնականապես ռասի նավսիգդա Հայաստանի Հանրապետությունը աշխարհից առանձին չի ապրում։ Գոյություն ունեն աշխարհում ընդունված խաղի կանոններ, այսինքն մոտ 200 պետություններ որոշել են թե ինչպես է պետք խաղալ իրար հետ։ Ինչ կանոններով եւ որ կանոններն է հնարավոր խախտել, որոնք չէ։ Իհարկե դա շատ բարդ խաղ է։ Պետք է ընդհանրապես սովորել այդ բարդ խաղի մեջ տեղավորվել ու խաղալ։ Չվախենալ։ Սա դժվար բան է, բայց կարծես թե սկսում է ստացվել մեզ մոտ։ Ոչ միայն մենք, այլ մեր միջավայրը նույնպես աշխարհից կտրված չի։ Այսինքն մեր տարածաշրջանը, Անդրկովկասը կամ առհասարակ մեր տարածաշրջանը մեծ հաշվով կտրված չի աշխարհից։ Չի կարա կտրված լինի։ Ամեն ինչը մեկը մյուսի հետ շղթայված է, պարզապես շղթայված։ Ու երբ որ դու կանգնում ես քո ցեղասպանության 110-րդ տարելիցը, ել չասեմ այն մի ապուշը, որ ասում էր 110-ամյակն ենք տոնում, այդ ապուշ արտադրությունների հետևից չընկնենք, ուրիշ բան եմ ուզում ասեմ։ Երբ որ դու ցեղասպանության 110-րդ տարելիցը նշում ես Հայաստանի Հանրապետությունում ջայրով, երթով, դրոշներ այրելով եւ այն կուսակցության ձեռամբ, ովքեր մեծ հաշվով անկախ պետության կողմնակից չեն, ուրեմն ասեմ ձեզ, քեզ, քո երեխաներին, քո ընտանիքներին, ինձ, իմ երեխաներին, իմ ընտանիքին, նրանց բոլորի գոյությունը առհասարակ թե ֆիզիկական, թե այլաբանական իմաստով դրվում է լրջագույն հարվածի տակ։ Եվ դա անում են դաշնակները։ Եկեք միասին գուշակենք ինչու։ Առհասարակ այս ցեղասպանության թեման վերջին տարում կարողացան դաշնակները լավ, ինչպես Ալեքսանդրյան Վագնն ասում, մոնետիզացնել։ Ու ուրացավ Նիկոլը բանը ցեղասպանությունը, դեմ են ուրացմանը, ես շատ գիտեմ ինչ ապուշություններ։ Իհարկե նրանք սիրում են գոր ինչ որ բաներ օգտագործել, բառեր, բայց նրանցից որևիցե մեկը մինչև այսօր փաստենք, իսկ ես այս ընթացքում շատերին եմ անձնականով գրել ու հրավիրել եթերի, մինչև այսօր որևիցե մեկը չի համարձակվել եթերով ինձ հետ հիմնավորի իր ասածը, թե ով երբ կոնկրետ ինչով է ցույց տվել իր ուրացումը։ Որևիցե մեկը էլ խնդրել եմ, էլ դիմել եմ, էլ բարկացել եմ, էլ հանգստը
Միևնույնն է, մինչև այսօր մեկը չի գալիս։ Ու չեն էլ գալու։ Չեն էլ գալու, որովհետև իրենք ստել են ու իրենք գիտեն, որ ստում են։ Ինչպես որ բոլորիս աշխարհը չերեք ազգային ժողովում էին ստում։ Մի խոսքով, սրանք հիշում եք, երբ որ Հայաստանի պատմություն, հայոց պատմություն դիսկուրսն էր գնում, այս երկու ըմբռնումների, ընկալումների, ոնց էին իրար խառնվել, բա, այս ինչ է, ջնջում են մեր պատմությունը։ Իրականում գիտեք խնդիրն ինչու՞մն է։ Խնդիրը նրանում է, որ այո, Հայաստանի Հանրապետությունում մասնագետները կարող են լուրջ ուսումնասիրությունները բերելով հանրամատչելի դաշտ, հանկարծ պարզեն, որ այնպես չի, որ ցեղասպանության մեջ թուրքերն են միայն միակ մեղավորները, հանկարծ պարզվելու է, որ նրանց KGB համակարգի ազգապատկանելություն ունեցող մեծ աղբերությունը նույնպես մասնակից է, եւ հանկարծ պարզվելու է, որ իրենք էլ մեծ հաշվով անգործություններ են դրսևորել կամ շատ անտեղի տեղում ինչ-որ գործողություններ են իրականացրել, որոնք խրախուսել է թուրքերին։ Սա է։ Սրանից սարսափում է։ Որովհետև եթե պատմությունը այդ դիտանկյունից հանկարծ պարզաբանվի, իրենք շատ վատ օրինի են լինելու, շատ վատ օրի, շատ վատ հալի։ Իրենց ավակ եղբոր ռուս ժողովրդի, մեծ ժողովրդի։ Ես իմիջիալուց դաշնակների մի հատ հարց ունեմ։ Ձեր այն ժամանակների փաստաթղթերը ու բաներն եք կարդում շրջաբերականների միտքը բանը։ Ինձ մոտ ասեք իմանանք ինչ է նշանակում մեծ ժողովուրդ, Ռուսիո մեծ ժողովուրդ, ինչ է նշանակում, ժողովրդի մեծը ո՞րն է, քանակով եք ասում, հոգին եք ասում, ֆիզիկական տվյալներն եք ասում, ինչ է նշանակում մեծ ժողովուրդ։ Մոտ խնդրում եմ, ասեք իմանանք էլի, հա, որովհետև ըստ իս ռուսները աշխարհի 5 ժողովուրդներից 5000 ժողովուրդներից մեկն են, ովքեր որ ինչ-որ sense ես մինչև աշկի չեն ընկել։ Ասենք աշխարհին չեն տվել նենց մարդկանց, նու կամ շատ քիչ են տվել, մենք ավելի շատ ենք տվել դա անգամ, sense ասեմ։ Հա։ Հիմա բերեցիք դրոշը վառեցիք։ Ինչ ստացվեց։ Հաղթեցինք, վերջ, կարան գնանք քնենք։ Ինչ ստացվեց։ Ինչ թողեցինք վաղվան, ինչ թողեցինք։ Ինչ թողեցինք սերունդներին։ Բայց ինձ ասեք, իսկապես ինձ համար այս ամեն ինչը շատ անհասկանալի է, բայց ես պիտի հասկանամ, դուք պարտավոր եք հանրամատչելի ձևով ներկայացնել, որովհետև ամեն ինչ տեղի ունենում իմ պետության մեջ։ Ես պիտի իմանամ։ Ու այս հարցերին դուք չեք կարող պատասխանել, չեք էլ կարողանալու պատասխանել, որովհետև ձերը միայն այդ ամբիցիաներով ինչ որ բաներ է։ Ես չեմ խոսում են ներկայացուցիչներին, ջայլ ջուլներին, էլի դեռ։ Իրենց չեմ անդրադառնում, խապել համոզել են, ասել են, օ, սա հայրենասիրության բարձրագույն դրսևորում է, նրանք էլ կանգնել հայրենասիր ազնիվ են, իրենք ազնիվ են, ջայլները ազնիվ են։ Բայց իրենք չգիտեն իրենց ազնվությունը որտեղ է օգտագործվում, որքանով է պետության դեմ օգտագործվում։ Եկեք սենց անենք։ Քանի որ մենք վառում ենք Երևանի կենտրոնում Թուրքիայի դրոշը եւ Ադրբեջանինը, եկեք տրամաբանական շարունակությունը միասին մտածենք։ Թուրքիան, ասում ախպեր ջան, կներես էլի, դու իմ դրոշը վառես, ես քո հետ սահման բացեմ, չհասկացեմ, չեմ բացում։ Չէ, դուք այդտեղ նացիստներով, բաներով, ես ինչեր եք անում, մի խոսքով։ Չեք կարողանում քաղաքակիրթ աշխարհում ձեզ դրսևորել, մի խոսքով։ Ես յան տվեք, հաջող ձեզ։ Լավ։ Ադրբեջանին ենք ֆռում խաղաղության բանով, ասում վատ է, կարիչ խաղաղություն։ Օրը մեջ դնում դրոշ, ամեն տարի դնում դրոշ եք վառում, հիմա դրել եք խաղաղությունից եք խոսում։ Աշխարհ ջան, տեսեք։ Ես ու ես չեմ։ Մարդիկ ճշնամական վերաբերմունք չեն ուզում գնալ խաղաղության։ Հրահուրում են էս, ախպեր ջան, ես կարամ բանը զինվեմ ու ամեն անգամ ինչ որ ծրագրեր ունենամ Հայաստանի Հանրապետության տարածքների հանդեպ։ Ո՞նք է կարող։ Վերջ այսքան բան։ Հասկանում եք, ահա ձեր ընդհանուր գործողությունը ինչին է բերում։ Այդ պարագայում ինչ ենք անում։ Հավերժական երկու թշնամիներ։ Մենք ծով դեպի ծով երկ չունեցող երկիր, երկու հարևան թշնամիներ, ներքևում մի հարևանում հետ սանկցիաներ կան միջազգային, վերևում մի հատ վրացի։ Վերջ։ Ինչ ենք անում։ Թոշակառուների թոշակն այդպես մեծանում։ Ինչ են, առասը մի տնտեսությունը ինչ է լինում։ Բիզնեսմեն մարդ է, ինչ է անելու։ Սենց ապուշ բաներ չի կարելի։ Սա ապուշություն է, ես չեմ հասկանում։ Իրոք սա աբորիգենիզմ է։ Աբորիգենիզմ։ Պայքարում եք Թուրքիա։ Եկեք միասին պայքարենք Թուրքիայի դեմ։ Եկեք պայքարենք։ Եկեք մեր թշնամակը դարձնենք կառավարելի։ Ասենք ախպեր, Թուրքիա ջան։ Ներսում պահենք, ասենք նորմալ է սա, դավայ բացում ենք սահմանները։ Բերենք բացենք սահմանները, մի քիչ ուժեղանանք, աշխարհում դիրքավորվենք, աշխարհի մեծ խաղացողների մոտ որոշակի կոնսենսուսներ ձևավորենք մեր օգտին եւ այլն, որովհետեւ 110-րդ տարին է 110-րդ տարին այս բռնած ձևով Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը։ Կարող է մոտեցումն է պետք փոխել ձևերը։ Հնարավոր է, չէ՞։ Ասես չի ճանաչում, մի 110 չի ճանաչել, մի 1100 չի ճանաչել։ Անցան, դա այդպես չի լինում։ Երկրորդ,
Երբ որ մարդը չի ճանաչում, ինչ ես անում, ուժով ես հարցը լուծում, ճիշտ է։ Ուժը չի պատելու, всё անցար։ Հիմա հարց։ Ինչ պիտի արվի։ Պիտի խաղի կանոնները փոխվեն։ Պետք է դնել փորձել ուժեղանալ, ոնց կարանք ուժեղանանք։ Ուժեղանալը առաջնորդին լինում է տնտեսապես, բայց փակ սահմանով դու չես կարող ուժեղանալ, ճիշտ է։ Սահմանը բացվելու հետ միայն կարող քո էկոնոմիկան սկսի շնչել, ճիշտ է տնտեսությունը։ Բայց ինչ կարող եք սարքում, ես չեք սարքում։ Չի ստացվում ապրիլի 24-ին գնալ հանգիստ, հարգել մեր բոլորիս նախնիների հիշատակը ու մտքում պլաններ դնել։ Ասում ենք պիտի հզորանանք ախպեր։ Որովհետև ապրիլի 24-ը դարձել է թե ձեր համար, թե շատերի համար ձևական մի հատ բան, որտեղ ապրիլի 24-ը պիտի գնացվի ծիծեռնակաբերդ ախպեր։ Խի պիտի գնացվի, որները դրա իմաստը, ինչ ունենք մենք անգամ մեր ապուպապերին արդեն չենք հարգում։ Հասկանում եք, չենք հարգում։ Եթե մենք մեր ապուպապերին հարգորնենք, օրինակ անցյալ տարի Սասնա ծռերը չէին դնի բևեռականները, չգիտեմ, ծիծեռնակաբերդը պղծեին։ Կամ եթե դա արել են, հիմա նրանք պիտի առհասարակ որպես քաղաքական ուժ գոյություն չունենային։ Հասկանում եք։ Սփյուռքահայ մեր հարազատներին, ընկերներին, բարեկամներին այս ցավը տանեմ։ Ախր գիտեք ամենաաբսուրդը որն է։ Ձեզանից շատերը, այ որը որ երիտասարդներին եմ դիմում խոսքս։ Որը որ քոլեջում որ սովորում եք, այդ փորձեք ուսումնասիրել թե այդ քոլեջները ինչ գումարներով են ֆինանսավորվում։ Ու հանկարծ չզարմանաք, որ դրանց մեծամասնությունը թուրքեր լինեն։ Մենք դրան գլուխ են գովում, Ֆրանսիայում ամենամեծ համայնքը ունենք, նախ այդ գլուխ գովալու բան չի։ Եթե դու ունես պետություն, բայց քո ժողովուրդը մեծամասամբ դրսերն է, դա գլուխ գովալու բան չի։ Մեծ սփյուռք ունենալը դա վատ բան է, ասած ասեմ։ Բայց լավ, ասենք թե Խասյաթի համաձայն ասում ենք Ֆրանսիայում ունենք ամենամեծ համայնքը, օքեյ։ Ֆրանսիայում մի հատ ինստիտուտ ասեք, միջազգային կարևորագույն համալսարան, որը որ գյուղոզերով հայերի կողմից է ֆինանսավորում պահպանվում։ Չկա զրո, գոյություն չունի այդպես բան։ Լոսը գիտեք ո՞ն, լոսը լրիվ Հայաստան անգեր, օքեյ։ Արժեք մի հատ ցույց տվեք ստեղծած։ Հանուն Հայաստանի։ Հայաստանի համար մի հատ արժեք, որը տարին մի ցենտ, տարեկան մի ցենտ մտցնում է Հայաստանի Հանրապետության բյուջե։ Գոյություն չունի, չկա այդպես բան։ Բայց մենք հզոր ենք, մենք գիտեք ինչ հզոր ենք։ Մենք այնքան հզոր ենք, որ առաջինը մենք ենք ցեղասպանվել։ Այսպես արտահայտություններ կարանք մեզ թույլ տանք մենք։ Դրոշը ուրա ու թուրքի դրոշը բերեքստեղ ես գիտեմ ինչ եմ անելու, բենզինը լցնենք, գոնե վառելը 26 տարվա մեջ դրոշ վառելը չսովորեցիք սկի։ Չեք զգում որ ինչ որ մի տեսակ զոռա վառվում, չի վառվում, վարդա վառվում, ծիծաղի առարկա եք դառնում, հələ։ Գոնե թե մի բան անում եք, գոնե դի նախապատրաստեք, էլի։ Գոնե դի նախապատրաստեք։ Մարդիկ կան ասում, բա Գեղամանուկյանն խի է լավ ելույթ ունեցավ, բայց եթե դաշնակների ծրագիրն է, ո՞վ դի ելույթ։ Յանի որ անցյալ տարի իշխան Սաղաթելյանները ելույթ ունենում են ցախ թույներ, հա։ Ապա իրաց ծրագիրն է, իրաց պրոյեկտն է դա։ Ոնց որ օրինակ, մի հատ պրոյեկտ կար, որ ԿՊ-ն չգիտեմ ինչի չի լուրջ չի վերաբերվում դրան, ու դա շատ վատ է։ Օրինակ, քաղաքացու օրը, չէ՞։ Քաղաքացու օրը դա նորամուծություն էր, ու դա կարելի է լավ պրոյեկտ դարձնել, որոշակի երթանման ինչ որ բաներ մտցնել մեջը, թող չլիներ ջայերով, լիներ այլ ձևի, սիմվոլիկ ինչ որ վիճակներ, ու դա կդառնար հիանալի պրոյեկտ։ Հետո կմոռանային անգամ, որ դա ԿՊ-ն է ստեղծել, բայց դա կլիներ ԿՊ-ի նախաձեռնությունը։ Քաղաքացու օրը այդպես մաշվեց գնաց։ Այսպեսի բաներ։ Իսկ ով դաշնակները կարողանում են անգամ ցեղասպանությունը դա օգտագործել ու կիրառել իրենց գովազդելու մեջ։ Էլի գնանք մեր ջահել ջուրներին, սփյուռքահայ։ Մեկը ասած երթեր մի հատ աղջիկ ինչ էր գոռում, ինձ հետաքրքիր է։ Հայաստանը պիտի լինի։ Ջահելներ ջան, աղջիկ ջան, այնց մտածողներ, երիտասարդներ ջաներ։ Պիտիով չի։ Հասկանում եք, դու չես կարող աշխարհին զոռես որ պիտի լինի, զոռելով չի։ Ուզում ես որ պիտի լինին կայանա։ Արի Հայաստան։ Արի համով ջան, ես վստահ եմ դու խելացի աղջիկ ես։ Վստահաբար կոնկերներներ ունեք կրթություն որոշակի։ Ձեր կրթությունը մի քիչ յուրահատուկ ձևով է, մեր այս ախմախապուշ համալսարանների ինստիտուտների պես չի։ Դուք շատ ավելի հայրենանվեր ու հայրենասեր դրսևորումներով եք աչքի ընկնում։ Մենք տենց էլ գլուխ չենք անում հայրենասիրությունը որն է։ Եկեք Հայաստան։ Եկեք
պետությունը արարեք, դարձրեք այն վիճակում, որ նման լոզունգ պիտի լինի, որ այդ լոզունգը չլինի։ Այդ պիտին, դու ինչի մասին է։ Հայաստանը պիտի լինի։ Okay, դու մնա այդտեղ կպսակվես, ճժեր կունենաս քեզ համար։ Անպայման, բայց հայրենը նրանք չեն մոռանա, հայրենը դուք սովորեցնես, որովհետև դու գիտես, դու հայրենս են մարդ ես։ Դու ոնց կարող ես այդքան հայրեն չիմանալ։ Ու սենց յոլա կգրանք էլի։ Յոլա կգրանք։ Ու հանկարծ չզարմանաք, որ մի օր այդ պիտին սենց օլորվի ու լրիվ թարստեղ բուսնի։ Պիտին ասելով չի, պիտին աշխատանք է, պիտին քայլեր է, պիտին գործողություն ու սեր է։ Իսկան բան։ Դու ով ես։ Ես ով եմ, մենք ով ենք։ Մինչև մի, որտեղ նստում հերնում, ասում ենք դե մի 10 միլիոն կանք, այն որ կակոտ սրտի մխիթարանք էլի։ 3 միլիոն չենք էլի, 10 միլիոն ենք աղբեր աշխարհով։ Okay, 10 միլիոն, 10 է 20, թող դառնա 20։ Աղբեր թող լինի 50։ Բայց մեծ տեսակ չեք զգում, որ ես 8 միլիարդի մեջ ստետի խուրդա է։ Ու այդ 8 միլիարդի մեջ ոչ թե դու պիտի խոսես պիտիով, այլ կոնկրետ գործողություններով, փոխադարձ շահերով, ցուցադրելով նաև նրան, որ ինքը այդտեղ օգուտ ունի։ Ու բերես, կառուցես այդ ամեն ինչը այնպես, որ պետությունը դրա արդյունքում բարգավաճի։ Հիմա դու, սիրուն աղջիկ ջան, երիտասարդներ, գեղեցիկ, իսկապես, այս գեղեցիկ բառը հանկարծ չմտածեք այլ, չէ, իսկապես, հայրենասիրական բաներով լեցուն, ինչու չես գալիս Հայաստան, ինչ է արել Հայաստանը քեզ, քո սրտի ուզած չափերով չի Հայաստանը, դրա համար չես գալիս, ինքը խեղճ ու կրակ է, վատ է, անգրագետ է, չգիտեմ ինչ, դրա համար չես գալիս, ինչի չես գալիս, Հայաստանը քեզ ինչ է արել, որ դու չես սիրում իրան այդքան, ու իբր սիրելու կոչ ես անում պիտի, Դες չի լինում, պիտի տերը, այդ քո ասած պիտի տերը, ես եմ, այդ քո ասած պիտի տերը Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացին է, ես իմիջիալոց չեմ ուզում, հանկարծ չմտածեք, որ ես բան եմ անում Սպիրտում ապրող հայությանը, որ ես ավելին եմ, քան դուք որ Հայաստանում չեմ, չէ, կամ դուք եք ավելին, քան չէ, այդպես բան չկա, ուղղակի երբ որ մի միտք օգտագործում ենք, շատ նորմալ է, որ ամեն մեկը ուզում է, որտեղ ուզում է ապրում է, շատ նորմալ է, հարցը դա չի, բայց երբ որ մի միտք օգտագործում ենք, դրա տակը գործողությունով ապացույց պիտի դնենք, կամ էլ պիտի այդ միտքը չօգտագործենք, որ այդ միտքը չօգտագործենք շատ բան չի լինել, ես ավելի շատ հարգում եմ այն մարդկանց, ովքեր կարող եմ հարգել, այն մարդկանց Ովքեր որ սենց պաթոսային բաներ չեն անում, գլուխները կախ աշխարհի մի ծերում նստած, աշխատում են ստեղ իրաց բարեկամներին էլ կարող են օգնում են, չէ։ Քան նրանց, ովքեր խաղում են հայրենասեր, բայց գործողության մեջ ոչինչ չունեն։ Իրադարձության մեջ ոչ ոք են։ Հասկանում եք։ Ուսա ցավալի է, որովհետև ես ուզում եմ բոլորին սիրեմ։ Բոլորին եմ ուզում սիրել։ Բայց արի ուտես որ որոշ տոկոս թույլ չի տալիս դա։ Ընդորում ես աշխարհախնդիր եմ ուզում սիրել։ Բայց արի ուտես որ որոշ տոկոս կա որ դա թույլ չի տալիս, բայց որտեղ նստում վերակենում համախմբվածությունից է խոսում։ Ուրեմն այդ ազգային համախմբվածություն բան, ասես պաթոսային բառերը որ օգտագործում են։ Ես ես այսպեսի մի բան ասեմ։ Ես թքած ունեմ ցանկացած տեսակ համախմբվածության վրա, եթե դա պետության մասին չի։ Մեկը ես կարծում եմ հետեւյալ կերպ, որ ազգի համախմբվածությունը իր պետությունում է։ Ազգին համախմբողը իր պետությունն է։ Պետությունում ինչ-որ համախմբվածությունների չի, ազգի համախմբվածությունը իր երկրի սահմանադրությունն է, որը դրանց ասում է, այսպես ենք ապրում, էսի կարելի է, էսի չի կարելի։ Որովհետև այդ համախմբվածությունը պիտի ունենա համակարգված իրավիճակ։ Իսկ համախմբվածության համակարգված իրավիճակը դա պետությունն է։ Այնպես որ այդ բաները եկեք համախմբվենք, բան, ի՞նչն է ձեզ խանգարում։ Եթե դուք գաք մեկ, ասենք Հայաստանի Հանրապետությունում ապրեք, չեք կարծում որ համախմբվածության որոշակի դրսևորում է լինելու ձեր մոտ, ձեր կողմից։ Այդ պաթոսը ես հասկանում եմ որ մենք հայերս խոսալու չեմպիոն ենք։ Պաթոսով խոսալը առհասարակ այդ մանկապարտեզից է դրվում մեր մեջ։ Դպրոցից, առաջի դասարանից, որ գոռալով ու ասմունքելով պիտի ասես թե դու ոնց ես սիրում քո Հայաստանը։ Այ ու ապրես 10 նստի 15-ը չգիտեմ, սա թվերն են խառնել իրար։ Հասկանում եք, բայց ոչ մի դպրոցում չեն սովորացնում քաղաքացի ինչպես ոնց պիտի լինի, քաղաքացին ով է, ինչ է։
Ոչ մի դպրոցում։ Մի հետաքրքիր բան ասեմ։ Այսօր մեկը մի հատ ինձ բողոք ա ներկայացնում։ Ասում է երեխա, սենց չար երեխա է։ Դասատուն ասում պիտի ենթարկվի, չի ենթարկում երեխան։ Ասում ինչ նշանակում, չի ենթարկում, տենց էլ ասում, ասում ահա։ Դե որովհետեւ 40 տարի առաջվա դպրոցն է դեռ։ Այդ մարդկանց մոտ, չէ, ես չեմ ասում այն ժամանակ լավ էր թե վատ, բայց քանի որ աշխարհը առաջ է գնում, կրթական ձևերը նույնպես առաջ են գնում։ Երեխաները մի քիչ այլ կերպ են ծնվում, որովհետեւ եթե մենք տենց հետադարձ հայացքներով ապագան փորձենք կառուցել, ապա պիտի գնանք դեռ միջնադար բան, որ вообще չէր կարելի այդ ուսուցիչներ որոշում ով իր մոտ գա սովորի ով չէ, էլի ասենք համատարած չէր կրթությունը։ Այ որովհետեւ դա ուսուցիչները մինչև այսօր երեխային ենթարկվել են սովորացնում։ Իրենք չեն ուզում մտնեն բան անեն, այդ պետական դասարակության շրջանակներում իրենք ալարում են փորձեն առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել երեխաների հանդեպ, հա մի երեխան sense նա մյուս երեխան ոչ, իրենց պետքա ինկուբատորի ճատեր։ Հավսար զգաստ քայլով մարշ, դավայ, նստեցիք, ես մտա, կանգնեցիք, նստեցիք, սուքան է գնում, ձեր բարձացեցիք, գնացիք սուքարան, հետ եկաք, նստեցիք, լռեցիք, ասեցի, պատասխանեցիք, ով չպատասխանեց երկուս, եւ այսպես շարունակ։ Սենց քառակուսի կուբիկներով է մեր իրականությունը։ Իսկ հեշտությամբ չի բացվում, դժվարությամբ է բացվում այդ կուբիկները, որովհետև մեր երիտասարդությունը ավելի շատ նախընտրում է Փարիզում Էֆելյան աշտարակի մոտ եռագույնը ծածանի ու ասի ես մեռում եմ իմ հայրենիքի համար, քան գործողությունով ցույց տա, ասենք դա 3 տարի աշխատի պետական դպրոցում։ Ու երեխաների հետ շփվի, դրանց նաև իր գոլեգաներին ցույց տա թե ուր են հասել աշխարհում առհասարակ այդ մեթոդներով։ Հասկանում եք։ Այս ամեն ինչը չենք անի, բայց տեսեք, մենք վաղը ապրիլի 24-ն է, չէ՞։ Մենք ապրիլի 25-ին մեր ապրելակերպով, ոչ թե բառացիորեն, մեր ապրելակերպով պիտի Թուրքի ու Ադրբեջանցու դրոշ վառելուց լինենք։ Մենք ապրիլի 26-ին մեր ապրելաձևով պիտի Թուրքի ու Ադրբեջանցու դրոշ մենք հուլիսի 16-ին մեր ապրելաձևով պիտի Թուրքի ու Ադրբեջանցու դրոշ վառելուց լինենք։ Մենք մայիսի 7-ին, սեպտեմբերի 22-ին, તો դեկտեմբերի 17-ին պիտի մեր ապրելաձևով մեր պետականամետ կեցվածքով Թուրքիա Ադրբեջան, այ դա կլինի Թուրքիա Ադրբեջանցու դրոշ վառել։ Մնացածը կներեք շատ կոպիտ չբնութագրեմ, բայց ինձ թվում է կապիկություն։ Կապիկություն։ Որովհետև Թուրքիա Ադրբեջան, հեսա վաղուց մյուս օրը գնալու ենք մեր տները, մեր գործերով, մենք թաքցնելու ենք հարկեր, մենք իրար հայհոյելու ենք ու իրար կշտամբելու ենք, մենք, չգիտեմ, ինչ ուզենք, իրար կարծիք չենք հարգելու, իրար իրավունքներ չենք հարգելու եւ այլն, մինչեւ մյուս ապրիլի 24-ը, որպեսզի գանք հրապարակ էլի դրոշ վառենք։ Ու գրած կգամ, որ նույն ձևով է լինելու։ Գրած կգամ, գրած գալիս եք։ Կանի օքին, այո, բոլորի հետ պատրաստ եմ գրած գալ, ձեր սրտի ուզածով։ Ինչի վրա ուզում եք։ Որ ապրիլի 25-ին մենք մեր ապրելակերպով դրոշ վառելու չենք լինելու։ Դու մենք սկսեցինք մեր ապրելակերպով դրոշ։ Մենք վաղը Ծիծեռնակաբերդում, այսպես ոտով երբ որ քայլելով բարձրանան Ծիծեռնակաբերդ, մեր ապրելակերպով, մեր քայլվածքով դրոշ վառելու չենք լինելու։ Դες որ այդ մենք մինչև այսօր 110 տարի անց Մարդունով ասում է պետք է նստենք ու տեսնենք ինչ է եղել իրականում խորքային ձևով ոնց է եղել, խի է եղել, ինչն է ազդել, ինչը չի ազդել, մենք այդ մարդուն ասում ցեղասպանություն ավորանում։ Տեսնենք մենք։ Ես իրոք ապշում եմ, մենք ոնց իմապետություն ունենք։ Ես զարմանում եմ, պարզապես զարմանալու բան է։ Զարմանալու բան։ Որովհետև այս բեզալաբերնի մոտեցումներով մենք ոչ միայն պետություն չպիտի ունենանք, մենք որպես ժողովուրդ պիտի գոյություն չունենանք։ Հենց վաղուց։ Պիտի չգայինք հասնենք 21-րդ դար։ Դերասանություն, երեսպաշտություն, երկակի ստանդարտներ։ Գիտեք, Հայաստանի Հանրապետությունը երբ որ ստեղծվում էր, դրանից առաջ էր դեռ Գյուլիստանի պայմանագրով մյուս ներգաղթ էին կազմակերպում, որ պարսկահայերին բերեն այս արևելյան Հայաստանի այս տարածք, որ մարդ լինի ապրող։ Որովհետև պիտի մարդ լինի ապրող, որ պաշտպանող լինի տարածքը կայսրության եւ այլն։ Հետո արևմտյան Հայաստանից շատերը գաղթեցին Հայաստանի Հանրապետություն։
Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ են մարդիկ, ովքեր որ ցեղասպանության ուժածների սերունդներ չեն, շատ քիչ են։ Բայց մենք նայեք մենք մեզ ոնց ենք պահում։ Մենք գրեթե բոլորս, մեր բոլորի արմատները դեգրադացվել է, ցեղասպանվել է, ինչ ասես եղել է։ Բայց մեր վերաբերմունքը մեր արմատներին տեսեք ինչպիսին է։ Ու մեր պարտականությունների գիտակցումը, ինքնագիտակցումը ինչպիսին է։ Գնանք դրոշ վառենք։ Հա։ Եկեք գնանք դրոշ վառենք, տենց հեշտ է։ Տենց ամենահեշտն է։ Կոչ են անում, այլևս չպիտի կրկնվի։ Գնում կրկնում են նույն սխալները, ինչի արդյունքում Արցախը էթնիկ զտման է ենթարկվում։ Ու ամենավատը գիտեք որն է, կներեք արտահայտությունից ամենավոռին գիտեք որն է, որ հիմա էլի կրկնում են դա, հիմա ուզում եմ հասկանամ սա ուր է տանելու։ Մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետության անկախությանը դեմ են, այսօր Հայաստան գոռալով ֆրֆռում են։ Որ ասում քո պատկերացած Հայաստանը որն է։ Գիտեք, անկախ նրանից ինչ է պատասխանում, ինչքան կոնկրետացնում ես հարցը, այնքան ինքը վերանում է։ Այնքան ինքը վերանում է։ Ասում եմ, հիմա դու չես զգում, որ ամենայն կոնկրետությամբ, երբ որ իրավական հիմքով դրված է, թե Հայաստանի Հանրապետությունը որն է, քո այս գործելավերջը ոնց է վերացնում ՀՀ-ն։ Դու ինքդ վերանում ես 3 հատ հարցից հետո։ Դու հասկանում ես պետության գոյությունը ինչից է կախված։ Պետության գոյությունը կախված է գիտակից քաղաքացուց, իրավահպատակ քաղաքացուց, աշխատող հարկ չթաքցնող քաղաքացուց, բարոյական արժե համակարգից, իրար հետ շփվելու արվեստից, հարգանքից, փոխադարձ եւ այլն։ Հիմա մեր երկխոսության մեջ որ մեկն էր լավը, ոչ մի բան։ Ջայրով գնանք բան։ Վերմախտի, ելի եմ կրկնում։ Վերմախտի օրինակով։ Բացեք գրեք վերմախտ, ցես կբերի։ Որոշ նկարագրություններ էլ կբերի, ջայրով երթը նույնպես կբերի։ Ուսումնասիրեք։ Կրթությունը նորաձև է, կրթվելը նորաձև է։ Եկ ժիվի, եկ ուչիս։ Ինչպես ասում եմ։ Մենք մինչև հիմա նորմալ թշնամություն անել չենք սովորել։ Փաշինյանը ասում էր կադրային խնդիր։ Իհարկե բաներ կա, ես էլ այդքան էլ համաձայն չեմ, բաներ կա համաձայն եմ, բայց այն վայնասունը որ բարձրացավ, որտեղ զարմացել է էլի։ Ասում եմ լավ, իսկապես մարդիկ կան կարծում են որ այդ խնդիրը չկա։ Չէ, չեմ ասում մարդիկ չկան որ մասնագիտություն ասենք ունենան լավ բան, լավ, բայց Հայաստանի հետ համեմատած լավ։ Ում հետ համեմատած լավ ուրիշ։ Եթե Հայաստանի Հանրապետության համալսարանները որն է ամենալավ համալսարանը որն է Ժորժա, մենք գրենք, ասենք չգիտեմ, պետական համալսարանը ամենալավերից մեկն է, ես չգիտեմ, ես անուսում անկիրթ մարդ եմ, անուսում մարդ եմ, 8-րդ դասարանի կրթությունով։ Համալսարանը ինքը համարվում է ամենաբարձրը, թե չգիտեմ, Բրյուսովն է համարվում, որն է համարվում։ Ձեր ենթադրությամբ, եկեք սենց անենք, ձեր ենթադրությամբ, որը կարծում եք, թե որ համալսարանն է Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր ռեյտինգովը ու որակով բամա, մտնում եք Google, գնում եք պոիսկ եք տալիս ու նայում եք, թե այդ համալսարանը աշխարհի համալսարանների մեջ քանի հազարերորդն է։ 10-12 տեղում է։ Հասկանում եք։ Հիմա հարց, այդտեղից դուրս եկած մասնագետը, մոտավորապես որերորդ տեղում է որպես մասնագետ, որպես կադր։ Բայց բոլորը փիլիսոփա են։ Ժորժ ջան, անկեղծ ասեմ, այսօր ազատ շփումը եթեր չհեռարձակվեց, որովհետև որոշակի տեխնիկական խնդիրներ կային, վաղը ամենայն հավանականությամբ կարգավորված կլինի ու եթերում կլինենք։ Ես եկա տենց նայելով այդ կադրերը ընկերներիս հետ մի քանի հատ գարեջուր ենք խմել։ Այս են եզակի դեպքերից է, երբ ես մի փոքր գինով ցած եմ եթեր անում։
հիմնականում 99% դեպքերում նման բան չի լինում։ Բայց քանի որ ցած ուղղակի ուզում եմ սիրտս դատարկ է զրուցել, ինչ որ պաշտոնական բան չկա դրա մեջ։ Դրա համար հանգիստ եմ։ Ոնց եք վերաբերվում։ Դուք ոնց եք վերաբերվում։ Ջահերով երթերին դրոշներ այրելուն։ Ազգային ժողովում բոլորիս աշկի առաջ բոլորիս խաբելուն։ Գիտեք, պարոն Տիգրան Հակոբյանի ելույթն է լսում, հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի, այն դաշնակ Լիլիթին ցիտեց ու կոնկրետ թիվ 1 ամբիոնից, ասես նա ստում է։ Մի պասն սրտից ոնց որ բան նստեց էլի։ Հետո մտածում եմ, ասում եմ, բայց սա խայտառակություն է ախր։ ՀՌՀ նախագահ օրենսդիր շենքում թիվ 1 ամբիոնից պատգամավորին ասում է, որ նա ստել է ու սուտ տեղեկություններ է տարածել։ Եվ այդ ստողների խումբը օրը մեջով ինչ-որ հայրենասիրական ճառեր է կարդում։ Չգիտեմ, դիմելով նրանց ու եզրափակելով եթերը կասեմ հետևյալը. դուք շատ փոքր եք, որ ինձ ու ինձ նման քաղաքացիներին սովորեցնեք ինչա հայրենիքը, ինչա պետությունը, ինչա հայրենասիրությունը, ինչն է հայրենասիրության մեջ որոշակի դրսևորումները։ Դուք շատ պուճուր եք, որ ինձ սովորացնեք ինչա ցեղասպանությունը, ով ինչ է արել, ինչու է արել, ով ինչով է աջակցել։ Դուք շատ պուճուր եք, որ ինձ սովորեցնեք իմ նախնիներին հարգելը ու նրանց թողածի առաջ պարտականություններ ունենալը, պարտավորություններ կրելը եւ այլն։ Դուք շատ պուճուր եք, որ ինձ սովորացնեք, թե վաղը ինչպես պիտի ապրեմ ու ինչպիսի սերունդ պիտի դաստիարակեմ։ Ընդհանրապես էսպես։ Լավ եղեք ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ, շատ նյարդերը եկեք շատ չնյարդայնանանք, ամեն ինչ լավ է լինելու։ Ինչ որ իրականում հիմա տեղի է ունենում, դա արդեն լավ է, ճիշտ է, ինքը վատ է, նյարդայնացնում է, բայց ինքը նաև լավ է, որովհետև այն կտրվածքով ասում են չկա չարիք առանց բարիք, որովհետև ամեն թաքուն բան դառնում է բացահայտ, ամեն կեղտ սկսում է, ճիշտ է, կեղտը սկսում է տեսանելի լինել, դա զզվելի բան է, բայց ինքը այդ կեղտը այլևս թաքնված մի վայրում չի ու ինչ-որ մի տեղից անընդհատ մեզ չի վնասում։ Այո, մենք զզվելի բաների ենք ականատես լինում, բայց դա լավ է, դա պիտի պայթեր, այդ Պանդորայի արկղը պիտի բացվեր ու իմ կարծիքով արդեն մոտ 5-րդ տարին է ինքը բացված վիճակում է։ Ուղղակի մի անգամից շատ բան դուրս եկավ, շատերը դեռ չեն կարողանում կողմնորոշվել, շատերը էմոցիոնալ են ավելի, մի քիչ շուտ են թուլանում, նյարդայնանում ու հիասթափվում։ Շատերը այդտեղից վերցնում են այլ իմաստավորումներ ու վերաիմաստավորում են ընդհուպ միջև որոշ գործողություններ, այս օրերին օրինակ Facebook-ը շատ է հիշեցնում 18 թվականի հեղափոխությունը։ Մի խոսքով ամեն ինչ այս 5 տարվա մեջ սս պայթեց ու մեծացավ։ Մնացածը նայած ով որ տեսանկյունից ուզում նայի, կամ ով որ տեսանկյունից է սովոր նայելու։ Եթե մարտի 20 թվականից սկսած նայել է թշնամական կամ 5-րդ Շարասյան հրապարակումներ, բնականաբար ինքնուրույն չի ըմբռնելու որն է ճշմարտությունը, բայց ոչինչ, որովհետև մենք դուրսը տեսնում ենք իրար։ Եվ հակառակը։ Դա էլ կանցնի, այս շրջանն էլ կանցնի ու այս շրջանը լավ տեղա տանելու։ Այո, այս սաղսս բացվում է, սս այթում է, որպեսզի սպիտակ թղթից 0-ից սկսի գրվել։ Մոտավորապես այսպես։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։ Կհանդիպենք վաղը Ծիծեռնակաբերդում, այսպես։